Ինչն էր պատճառը, որ այդ շրջանում Էլենի հետ չէիր շփվում։ Շատ մանկական ինչ-որ բախում, ուղղակի կարծիքների բախում երրորդ անձի համար։ Ընդհատվող ընկերությունների պատճառը այն է, որ շոու բիզնեսում շատ կա նախանց։ Ես ինչ չեմ զգում շոու բիզնեսից, շատ մարդիկ սիտուատիվ են, որ այս պահին օրինակ այս նախագծում են, ընկերներ են։ Հաճախ խոսում ես գիրանալ, նիհարելու թեմաներով։ Իմ աչքին հաճելի է տեսնել ավելի ինքս ինձ հայելու մեջ տեսնել ավելի փոքր շապներով։ Այդ body positive-ն էլ է շատ կյանքեր կործանել։ Դու այդ հասարակական ընկալումների արդյունքում երբևէ չես մտածել ամուսնանալու եւ երեխա ունենալու մասին։ Ոչ, որովհետեւ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, իսկ իմ նեղ շրջապատում այդպիսի ընկալում չկա։ Չստացված սերիալային դերասանուհի։ Միգուցե, չգիտեմ։ Նրանք մեղավոր չեն, որ հայտնվել են այդ պատերից ներս։ Նրանք հայտնվել են սխալ տեղում և սխալ մարդկանց հետ։ 11 կյանք, 11 ճակատագիր, 11 սերիալը դիտիր միայն կինոդարանով։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը, իսկ այսօր մեր տաղավարում դերասանուհի Ժաննա Բուտուլյանն է։ Ժաննա, ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Լավ, Ժաննա, այսօր խոսելու ենք ամենատարբեր թեմաներից քեզ առնչվող, բայց մինչև հաղորդման բուն զրույցին անցնելը առաջարկում եմ որևէ ընկերուհու կամ մտերիմ մարդու զանգենք եւ տեսնենք ինչ հետաքրքիր ծիծաղաշարժ պատմություն կհիշի քո մասին։ Մի անգամից զանգում ենք։ Ես ուզում եմ Լուիզային զանգենք Մելքոնյան, որովհետեւ վերջին շրջանում հիմնականում միասին ենք եղել, մեր նկարահանումները, քանի որ մի վայրում բնակվելով էր, կարող է նա հիշի։ Ձեր ընկերուհին է թե գործընկերուհին։ Թե եւ։ Կարելի է ասել նկարահանումների ժամանակ շատ ընկերացանք։ Ջանա։ Լուիս, հաղորդումից եմ զանգում, ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես, հրաշքս։ Լավ, ամեն ինչ նորմալ է։ Հա։ Մեր գեղեցկուհի հաղորդավարուհին ինչ որ հարց ունի քեզ իմ մասին։ Տեսնենք ինչ կհարցնի նա։ Կարող ես հանգիստ ամեն ինչ պատմել։ Լուիզա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Աննան եմ, հաճելի է ծանոթանալ։ Ինձ էլ Լուիզա ջան, քանի որ դուք Ժաննայի հետ միասին աշխատում եք, ու վստահաբար կիմանաք ինչ որ հավես հետաքրքիր զավեշ տալի պատմություններ Ժաննայի հետ կատարված, խնդրում եմ հիշեք եւ մեզ պատմեք։ Իսկ Ժաննան վստահ է, որ ցանկանում է ես պատմեմ։ Արդեն ուշ է ճիշտն ասած այդ հարցը տալու։ Հա, պատմողի եթերում եք ուզում եմ հասկանալ։ Ոչ, բայց դուք մտածեք, որ այո, ժամանակ չունենք։ Ասենք նայ որ Ժաննան անդադար ինչ որ նկարում է։ Անընդհատ հեռախոսը ձեռքին վիդեոյով, բայց ուրեմն որ գնացել էինք Եգիպտոս, գիշերը ցանկանում էինք գնալ ափ, քանի որ չեն թույլատրելի չի։ Ժաննան իջեց, որ նա 16 տարեկան է, դեռահաս աղջնակ եւ ինձ համոզում էր, որ մենք միասին գնանք ու այնտեղ դե security կա, չէ։ Հսկում են եւ չեն թողնում, որ ներս անցնենք ափի կողմ։ Ժաննան դու զարի կգնանք, խնդիր չի, լավ։ Մենք հերիք չգնացել ենք ուրիշ հոթելի մոտ, որպես գնանք այնտեղի ափը։ Այնտեղի security-ն մեզ հիմա տեսել է, արդեն ֆիքսել է էլի ինձ ու Ժաննային, որովհետև նախ մենք այնտեղից չենք, ուրիշ հյուրանոցից ենք։ Ինչ երկար պատմեմ, ուրեմն այդ մարդ արդեն ֆիքսել է մեզ, հասկացել է, որ մենք ցանկանում ենք գնալ ափ, այս Ժաննան Լուիզ, հիմա չի նայում, վազում ենք։ Ուսենք Ժաննան արագ վազում է, ես սենց իմ համար հանգիստ, սենց երկարափեշ ինչ-որ բան եմ հագել ու հետևից փեշը երևում է, էլի։ Ու Ժաննան վազում է խոտերի միջով, ծառերի արանքներով, ու այդ մարդը մոտավորապես 60-70 տարեկան մարդ է, ու վազում է մեր հետևից։ Լրիվ կռիվ կինո։ Ժաննա մեզ նկատել այդ մարդը, հասկացել է, որ մենք ուզում ենք, ոչ, այդ մարդը գոռում է, ստոպ, ու վազում է մեր հետևից։ Ժաննա, այդերը ճանաչել են խայտարակ լինենք, բայց իրական չէին ճանաչել։ Հա։ Սամպարտով, բայց այդ պահը շատ ծիծաղ, որ Ժաննան վազում էր արագ, ես դանդաղ ինչ-որ դիցում նման քայլել, ասում Ժաննա, մեզ տեսնում են արդեն։ Իսկ Ժաննան այդպիսի պատմությունների մեջ հաճախ է ընկնում։ Այո։
Լավ, արկածախնդիր պատմություններից անցնենք հիմնական թեմային մեր զրույցի։ Իմջալոց 3 նայում էի, տեսնեմ Instagram-ում ինչ story ես արել, ինչ հետաքրքիր բան կգտնեմ։ Մենք է տեսա Instagram-ը չկա։ Ջնջել ես։ Այո, Ինչու։ հոգնել եմ։ Ինչքան ժամանակ ես մտածում, որ չես լինի Instagram-ում։ Ու ինչից ես հոգնել։ Ամեն ինչից, ամեն ինչ այնքան շատ է, ամեն ինչ այնքան խառն է եւ հաճախ այնքան կեղծ է, որ արդեն այդ ինֆորմացիան զգացի, որ շատ է ինձնից էներգիա տանում եւ նույնիսկ այդ Instagram-ի ավատարը, այդ application-ի նշանը որ տեսնում եմ, ես զգում եմ, որ տրավմա ունեմ Instagram-ի հետ կապված եւ չեմ ցանկանում դեռ վերադառնալ։ Կախվածություն ունես։ Չէ, կախվածություն չունեմ, ուղղակի սովորություն այո ժամանակ անցկացնելու, բայց կախվածություն չէ։ Ես նաև ինչու էի ուզում ուսումնասիրել Instagram-ը, որովհետև նաև քո մասին հարցազրույցներն էի դիտում ու տենց շատ քննարկվում էր քո եւ հայտնի դերասանուհիների միջև ընկերությունը, հատկապես Էլենա Ասատրյանի հետ կապված։ Ես ուզում էի տեսնել դուք իրար հիմա հետևում եք, թե ոչ ու չկարողացա բնականաբար դա տեսնել։ Այո, իհարկե հետևում ենք։ Ես այն մարդկանց ցանկանում էի զանգել, Էլեններ կար։ Շփվում եք Էլենի հետ։ Իհարկե, այո։ Որովհետև մի շրջան կար չէիք շփվում։ Դա մի քանի ամիս է տևել ընդամենը, ուղղակի մի հատ sense update էր, շատ մանկական, շատ։ Ինչու եմ ես հարցը տալիս, որովհետև առհասարակ շոու բիզնեսում շատ են այդպիսի դեպքերը, երբ օրինակ տեսնում ենք երկու հայտնի մարդիկ լավ ընկերություն են անում, մեկ էլ ինչ-որ բայի գուցե չշփվեն։ Չկա շոու բիզնեսում լավ ընկերություն։ Նախ սկսենք նրանից, որ շոու բիզնես եւ ես շատ տարբեր Դու շոու բիզնեսում չես։ Ոչ, ես ինչ չեմ զգում շոու բիզնեսից։ Ես ուղղակի ես եմ այն եմ, ինչ եղել եմ միշտ եւ շատ մարդիկ այո սկսում են ընկերություն անել ինչ-ինչ բաներից դրդված։ Շատ մարդիկ սիտուատիվ են, որ այս պահին օրինակ այս նախագծում են, ընկերներ են իր միմյանց համարում եւ դա հրապարակում են։ Այդ պահին այդ մարդուց ինչ որ ակնկալիքներ ունեն, ընկերներ են եւ հետո դա դադարում է։ Ինձ մոտ ընկերությունը ձևավորվում է միայն նախնական սիմպաթիայի, հետո արդեն մարդուն ճանաչելու խորապես եւ նրան ընդունելու վրա։ Այդ պատճառով իմ ընկերությունները չեն դադարել հիմնականում, որը որ սկսվել է մնացել է։ Իսկ գուցե այդ ընդհատվող ընկերությունների պատճառը այն է, որ շոու բիզնեսում շատ կա նախանց։ Առհասարակ Հայաստանում շատ կա նախանց եւ մրցակցություն եւ անիմաստ մրցակցություն, որովհետեւ թե չկա այսպես ասեմ միտքս կա առողջ մրցակցություն, երբ մարդիկ օրինակ ինչ որ կամպանիաներ մրցակցում են, բարձրացնում են իրենց որակը եւ այդպես, չգիտեմ, լինում է պրոգրես։ Մարդկային հարաբերություններում նախանձը դա նախ շատ տգեղ երևույթ է, երկրորդը, ինչպես ասացի, անիմաստ է, որովհետեւ կյանքում յուրաքանչյուրը իր տեղում է, պետք չի ոչ այդ մրցավազքի մեջ դու ուղղակի կորցնում ես քեզ եւ կորցնում ես այն, ինչ կարող էիր ունենալ։ Եվ այո, շատ է, բայց Փառք Աստծո, ես չեմ հանդիպել, ես իսկապես չեմ հանդիպել։ Իմ ընկերուհիները միշտ մենք միմյանց կամեցել ենք լավագույնը, միշտ իրար աջակցել ենք եւ ուրախացել ենք միմյանց նվաճումներով։ Որքան էլ դու ասում ես, որ շոու բիզնեսից չես, քեզ չես համարում շոու բիզնեսից, բայց այդ ոլորտում ես գործունեություն ծավալում ու ամեն դեպքում շփվում ես ինչ-որ մարդկանց հետ, գուցե ոչ ընկերության մակարդակի, բայց թեկուզ այդպես թեթև որպես գործընկերներ կամ թեթև ընկերներ։ Ու կարծում եմ, որ այդ նախանձը գուցե ոչ քո անձի նկատմամբ, բայց ամեն դեպքում զգացել ես։ Ես զգացել եմ, բայց դրանք միշտ եղել են կողքի մարդիկ։ Այն մարդկանց հետ ես անմիջական շփում եմ ունեցել նույնիսկ աշխատանքային, ես չեմ հանդիպել։ Շոու բիզնեսում եւս կան շատ լավ մարդիկ, կան նաեւ վատ մարդիկ։ Իսկ ինչն էր պատճառը, որ այդ շրջանում Էլենի հետ չէիր շփվում։ Շատ մանկական ինչ որ բախում, ուղղակի կարծիքների բախում երրորդ անձի համար։ Միշտ մարդկանց թվում է, որ այն սկանդալները, որ լինում են առհասարակ, սա էլ պիտի դրանց վերագրեն, բայց ոչ։ Ուղղակի ինչ որ թեթև կարծիքների բախում, որ այդ պաուզան մեզ կարող եմ ասել ավելի մտերիմ դարձրեց եւ ավելի շատ սկսեցինք գնահատել ու ճանաչել եւ հասկանալ միմյանց։ Այսինքն երրորդ անձի պատճառով կոպիտ ասած, ձեր մեջ ինչ որ չհասկացվածություն էր առաջացել։ Այո։ Էլի շոու բիզնեսյան թեմա էր, թե ասեն շատ լրիվ ընկերական։ Չէ, շոու բիզնեսյան թեմա չէր։ Ժանա, իսկ ինչի՞ ես համարում, որ շոու բիզնեսում չես դու։ Ինչն է պատճառը։
Չգիտեմ, նախ չեմ զգում առհասարակ շոու բիզնեսյան կարկառուն ներկայացուցիչների հետ բիզնես կարելի է միջոցառումներին չես գնում, ինչն է որ այդ բացը ստեղծելը։ Նախ շոու բիզնես ես զգում եմ, որ տարիներ առաջ կար, օրինակ։ Այդ երևույթը չեմ զգում, տեսեք, բոլորը առանձին իրենց թիմերով աշխատում են, շատերը միմյանց ճանաչում են, լինում են ինչ-որ համատեղ միջոցառումների, բայց այդ բառը մի տեսակ չգիտեմ Հայաստանի ինչի ասում։ Երկրորդն ինձ ես զգում եմ այնպես, ինչպես որ ես կայի, ես չեմ պատկանում ինչ որ ոնց ասեմ, сообществաների։ Ինչ-որ կոնկրետ համայնքի ներկայացուցիչ չես գնում համատեղ ինչ-որ միջոցառումների, չգիտեմ։ Գնում եմ, ներկա եմ լինում, գնում եմ եւ գալիս եմ։ Քեզ դուր չի գալիս այդ միջավայրը։ Երբեմն դուր է գալիս, երբեմն դուր չի գալիս։ Չեմ ուզում, գիտեք, ստանդարտ օրինակ բան կա, շոու բիզնեսում մարդիկ միմյանց ժպտում են, հետո հետևից խոսում են։ Դա շատ տեղերում կա։ Դա մարդուց է, դա ոլորտից չի։ Բա ինչ է քեզ դուր չի գալիս այդ դեպքում։ Չասացի, որ դուր չի գալիս, ասացի, որ Չէ, այն դեպքում, երբ որ դուր չի գալիս, ի՞նչն է։ Ինչն է լինում, որ դուր չի գալիս։ Եսակենտրոն ցուցամոլական ինչ որ վարքեր միգուցե, որ այո, շատ եմ հանդիպում, բայց էլի հավելեմ, որ դա մի քիչ ազգային առանձնահատկություն է։ Անցնելով այն նախագծերին, որտեղ դու նկարահանվել ես, երկար տարիներ ամենատարբեր եւ սերիալներում եւ սիթքոմերում ես նկարահանվել, բայց քեզ այդպես էլ չենք տեսել գլխավոր դերում։ Ինչու՞։ Գուցե ինչն է այդտեղ կարևոր, որ գլխավոր դեր տան, չգիտեմ, շատ լացել, ինչ որ կոնկրետ դիմագծեր ունենալ, ինչ որ ինչ չափանիշներով են ընտրում։ Չէ, նման բան չկա, նախ ես չեմ ֆիքսվել դրա վրա, երկրորդը ես վերջին մեր Ջիմիում կարելի է ասել հերոսուհին էի եւ ես նախ իսկապես չեմ ֆիքսվում, ինձ համար կարևոր է, որ հետաքրքիր լինի աշխատանքային process-ը եւ այն կերպարը, որ ես մարմնավորում եմ, մարդիկ հավատան եւ տեսնեն այդ կերպարը, ոչ թե տեսնեն ինձ process-ի հետաքրքրությունն է կարևոր, ոչ թե լինել հերոսուհի, շատ մարդիկ ասում են, չէ, ես մենակ հերոս կամ հերոսուհի պիտի խաղամ, բայց չես ցկտել ավելի կենտրոնական դերերում լինել, որ իրադարձությունները քո շուրջը պտտվեն։ Երբեք, ինչ է դա տալու ինձ։ Դա ինչ որ դերասանական երևի ձգտում է կամ ամբիցիա, որը որ միջին վիճակագրական դերասանի մոտ պիտի որ լինի։ Չկա։ Չկա, որովհետև դու կարող ես խաղալ էպիզոդ եւ դեռ լինել հետաքրքիր եւ կարող ես դա էլի մեր հայկական ֆուտլարի մասին է, որ ուրիշները տեսնեն, որ ես հերոս եմ, ինչու էլի ուրիշների համար է դա, ոչ թե քո կյանքի մասին չի, դու որ խաղաս հերոս, որ եւ եթե խաղաս երկրորդական, դու գնալու ես նույն նկարահանման հրապարակը, աշխատելու ես նույն մարդկանց հետ եւ դա նույն process-ն է լինելու։ Ուղղակի շատերի կյանքը իրենց մասին չի, այլ ուրիշներին ինչ որ բան ցույց տալու մասին է։ Այս փուլում քեզ ռեալիզացված համարում ես աշխատանքային առումով։ Այո, համարում եմ, որ ամեն ինչ իր հունով է, ճիշտ հունով է եւ ճիշտ կետում եմ։ Ժաննա, դու նաև հաճախ խոսում ես գիրանալ, նիհարելու թեմաներով եւ քո Instagram-յան հարթակում եւ ամենատարբեր հարցազրույցային ֆորմատներում։ Սա քեզ համար, ինչպես հասկացել եմ, ամեն դեպքում կարևոր թեմա է, որ դու քո ուզած քաշում գտնվես։ Ուզում եմ հասկանալ դա ինչից է գալիս, կա նաև այն պատճառը, որ երբեմն հասարակական ակնկալիքներն ու կարծրատիպերը քեզ վրա են ազդում։ Երևի դա իմ ճաշակի հետ է կապված, որ իմ աչքին հաճելի է տեսնել ավելի ինքս ինձ հայելու մեջ տեսնել ավելի փոքր շապերով եւ կոմֆորտ զգալ թե ինչ կհակնեմ ես եւ ինչպես դա ինձ վրա կնստի, ես ինձ սիրում եմ ավելի, երբ քաշս ավելի ցածր է լինում, ամենևին կապված չէ հասարակության կամ այլ մարդկանց հետ, որովհետև երբ հավաքում եմ, իսկ ես հաճախ եմ հավաքում քաշ, ասում լավ ոչինչ, հիմա այս պահին էսպես է, բայց ինքս իմ համար հետո
աշխատում եմ դրա վրա։ Հասարակական նման ակնկալիքներն ու կարծրատիպերը անկախ մեզնից երբեմն ազդում են մեզ վրա, ուզենք թե դա թե ոչ, որովհետև կողքից շատ ենք լսում կարծիքներ, այդ չգիտեմ, նիհարել, չաղանալ եւ այլն, խոսքը նրա մասին չի, որ դա ճիշտ է կամ սխալ է, խոսքը նրա մասին, որ այդ ամեն ինչը կա եւ ուզենք չուզենք, դա մեզ վրա ազդում է։ Եվ առհասարակ, ուզում եմ հասկանալ ոնց է այդ հասարակական ընկալումներին ու սպասելիքներին վերաբերում, ոչ միայն նիհարելու հարցում, այլ նաեւ օրինակ, չգիտեմ, ամուսնանալու, երեխա ունենալու, որ շատ են ասում ժամանակն է ամուսնանալ, ժամանակն է երեխա ունենալ։ Եղել է մի բախ, որ քեզ վրա էլ այդ ամեն ինչը ազդի ու դու մտածես, որ հայ իրոք ժամանակն է, որ չգիտեմ, ամուսնանամ կամ երեխա ունենամ։ Շատ հետաքրքիր եւ լավ եւ կարեւոր հարցեր, սկսենք գիրանալու խնդրից։ Օրինակ, ինձ միայն իմ մտերիմներն են ասել, որ հա, չափը անցել է, պետք է արդեն մի բան անել, մարդկանցից չեմ լսել, շատ վատ է վերաբերվում, երբ առհասարակ մեկնաբանում են մարդու արտաքինը, դու գիրացել ես կամ նիհարել ես, նույնիսկ եթե դա ինձ հաճելի է, դա չի կարելի ասել, որովհետև դու մարդը կարող է լավ պատճառով չի նիհարել, չի կարելի առհասարակ մտնել այդքան անձնական դաշտ։ Բայց նաև այսօրվա բոդի պոզիտիվն էլ այդքան չեն ողջունում, որովհետև մարդ արարածը առհասարակ սահմաններ չի ճանաչում եւ այնքան է անցնում եւ այդ բոդի պոզիտիվն էլ է շատ կյանքեր կործանել, որովհետև դրա անվան տակ Պիգուցե երևույթը շատ լավն է, բայց դրա անվան տակ էլի չափ են անցնում եւ արդեն գիրանալուց են մինչեւ անգամ մահանում։ Ինչ է բոդի պոզիտիվը, ընդունել քեզ այնպեսին, ինչպեսին դու կաս, բայց մարդիկ հաճախ չեն զգում այդ նուրբ սահմանը, դու քեզ ընդունում ես, թե արդեն վերահսկողությունն ես կորցրել ինքդ քո վրա։ Բոդի պոզիտիվը ինչ որ առումով նաև հենց այդ հասարակական կարծրատիպերից է փորձում մարդկանց պաշտպանել, որ մարդկանց բուլինգի չենթարկեն հենց արտաքինի կամ ինչ որ խնդիրների պատճառով։ Ամեն ժամանակաշրջան թելադրում է իր ստանդարտները եւ շատ մարդիկ ընկնում են այդ հոսանքի տակ, երբ օրինակ չգիտեմ 80-ականներին շատ նիհար կառուցվածքներ ողջունելի 18-րդ դարում ավելի գեր ուղղակի պետք չի ընկնել որևէ հոսանքի տակ մարդը պիտի չկորցնի ինքը իր ընկալումը ես այսպեսին եմ ես իմ ուղու վրա եմ հիմա անցնենք մյուս ակնկալիքներին այո ամուսնանալու եւ երեխա ունենալու էլի դա երբեք ինձ չի կպել բացառությամբ որ նյարդայնացրել է որ ուրիշների վրա ազդում է օրինակ ինչ որ ընկերուհի ասում է դե ասում են մարդիկ միայն այդ ժամանակ եմ ես նյարդայնացել ասել եմ բայց ինչի պիտի ազդի դա քո կյանքն է յուրաքանչյուրը պիտի իր ձևով լինի երջանիկ չկա մի բանաձև որով բոլորը քեզ էլ են չէ ենթադրում եմ շրջապատում հաճախ ասել դե Ժաննա ջան ամուսնանալու ժամանակն է դե Ժաննա ջան երեխա պիտի ունենաս ընտանիք Ինչ է նշանակում պիտի։ Ես դա եի ասում, որ չկա մի բանաձև, որը երջանկացնում է բոլորին։ Եվ եթե դու ուզում ես ճունես այդ համարձակությունը լինել երջանիկ քո ձևով եւ ուզում ես բոլորի նման լինել, դու չես գտնելու այդ երջանկությունը, մինչեւ դու չազատագրվես այդ ակնկալիքներից։ Ամեն դեպքում դու այդ հասարակական ընկալումների արդյունքում երբևէ չես մտածել ամուսնանալու եւ երեխա ունենալու մասին։ Ոչ, որովհետեւ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, իսկ իմ նեղ շրջապատում այդպիսի ընկալում չկա, որ պիտի մարդը ունի ընտրության իրավունք, իհարկե շատ լավ է, երբ մարդ կազմում է երջանիկ ընտանիք, ամենևին չեմ պրոպագանդում, որ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ դու ասում էիր ամուսնությունը ինձ համար վատ երազի նման է։ Հիմա այդ վատ երազը անցել է։ Այդ տարիքում այո, որովհետև ես շատ փոքր էի, երբ այդպես էի մտածում եւ տարիներ առաջ ավելի շատ էր, չէ՞, այդ ամենը պիտի եւ անընդհատ դա ես լրսում շրջապատում եւ ես հենց հակառակը ես չէի ուզում այդ պիտիների տակ ընկնել հանկարծ եւ վատ երազի նման էր, որովհետեւ մտածում էի այս անելիքը ունեմ, սա եմ ուզում անել, սա եմ ուզում անել, ուզում եմ ազատ լինել, այդ պատճառով վատ երազի նման էր։ Բայց հիմա չկա այդ վատ երազի, այդ անելիքներս արել եմ, կարելի է ասել։ Հիմա օրինակ ինքդ ուզում ես պատրաստ ես այդ փուլին կյանքի։ Ես չեմ կարող պատրաստ լինել, մինչև չլինի մարդ, ում հետ դու պատկերացնես այդ ընտանիքը։ Ամեն դեպքում մոտովի գալիս ենք այդ կետին, որ հա օքեյ եմ հիմա։ Չեմ վախենում, չեմ փախնում, բայց չեմ էլ ուզում դեռ, որովհետև պիտի լինի մարդ, ում դու սիրում ես եւ առանց որի չես կարողանում ապրել։
Ես առանձնացրել եմ մի քանի կոմենտներ քո մասին։ Առաջարկում եմ կարդամ եւ արձագանքենք։ Նախապես ասեմ, որ լավ կոմենտները բնականաբար չեմ առանձնացրել, որովհետեւ լավը զուտ պետք է ասենք մերսի։ Լավը հետաքրքիր չի։ Շատ տարօրինակ եւ կեղծ մարդ իմ կարծիքով, անգամ դեմքի միմիկաները։ Տխուր բանից խոսելիս անգամ ժպտում եմ։ Անգրագետ կոմենտ է կարող եմ ասել, որովհետև ուղեղում ուրախության եւ տխրության կենտրոնները շատ մոտիկ են գտնվում եւ մարդիկ նույնիսկ հոգեհանգստի ժամանակ երբեմն ընկնում են հիստերիկ ծիծաղի մեջ։ Դա ոչինչ չի նշանակում։ Բացի անգրագետը նաեւ շատ պրիմիտիվ կոմենտ է, որովհետև ժպտալ չի նշանակում լինել ուրախ եւ այսպես նստել, որ սովորաբար նստում են եւ փորձում են երևալ ինչ որ տխուր, որովհետեւ այդպես է պետք էլի ուրիշների կարծիքի համար, չի նշանակում լինել իսկապես անկեղծ տխուր։ Չստացված սերիալային դերասանուհի։ Միգուցե, չգիտեմ։ Լավն է տեսակդ, բարի, հանգիստ, համբերատար, հասկացող, մենակ մի բան, քիչ ձևեր տուր, այդ քոնը չի։ Սիրուն չի նայվում կողքի աչքով։ Մի նայեք։ Ինչ ասեմ, մի նայեք, չգիտեմ։ Հաճելի աղջիկ է շատ, կարևորը չունի պլաստիկ ոչ մի վիրահատություն շատերի պես։ Բայց չկա։ Ու շատ համեստ է հագնվել ամեն ինչ չափի մեջ։ Շնորհակալ եմ ամեն դեպքում բարի կարծիքը, բայց էլի իր կարծիքն է։ Իսկ պլաստիկի հետ կապված, պլաստիկ միջամտությունների։ Չունեմ։ Չէ, որ ասում եմ կարևորը չունի պլաստիկ միջամտություն, ոնց էս վերաբերվում առասարակ։ Չունեմ, բայց դա կարևոր չի, որովհետև կարող էի ունենալ եւ էլի լավ լիներ ամեն ինչ, ու էլի ճիշտ լինել ու էլի ինչ որ մեկի խնդիրը չպիտի լիներ դա։ Իսկ ապագայում կարող է դիմես ինչ որ պլաստիկ միջամտության։ Ոչինչ չեմ բացառում, միգուցե։ Ինչ ես քեզ այդքան կոտրատում։ Այս դեմքով ես կարդում բացասական մեկնաբանությունները։ Չէ, պահի տակ ասում եմ, բայց իվա շատ ծիծաղելի է, ինչի եմ կոտրում։ Աննպատակ, առանց պատճառ։ Ժաննան սերիալներում էլ է կաշկանդված եւ լարված։ Եղել է։ Ես շատ հաճախ եմ լարված լինում։ Ինչի՞։ Որովհետև ինձ վրա շատ բան է ազդում։ Կարող է ինչ-որ բան դուրս չգա, ու ես սենց փակվեմ և դա երևա, նույնիսկ դա երևի այդ պահին եղել է պրոֆեսիոնալիզմի պակասից, երբ որ ես սերիալում եղել եմ կաշկանդված, հետո փորձել եմ այնպես անել, որ աշխատանքի վրա դա չանդրադառնա, բայց ամեն դեպքում ռեալ կյանքում եթե ես լարված լինեմ, դուք կզգաք։ Իսկ որ սերիալներ, որտեղ այդպիսի դրվագներ եղել են։ Ես սերիալում վերջին անգամ նկարահանվել եմ 6 տարի առաջ։ Երևի առաջին, երկրորդ, երրորդ։ Դժվարապրուստը։ Դժվարապրուստում հաստատ եղել եմ հաջորդներում էլ։ Կարելի ասել նոր եմ հաղթահարել դա։ Շատ լավ Ժաննա, շնորհակալ եմ բովանդակալից ու հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ շատ հետաքրքիր եւ անսպասելի հարցերի համար։ Վաղուց չէի եղել ինտերվյուի։ Լավ էր։ Շատ լավ էր։ Շնորհակալ եմ։ Ցեզեր։ Այսպիսին էր Ժաննա Բուտուլյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կոմենտել, սրտիկել, տարածել։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Նրանք մեղավոր չեն, որ հայտնվել են այդ պատերից ներս։ Նրանք հայտնվել են սխալ տեղում եւ սխալ մարդկանց հետ։ 11 կյանք, 11 ճակատագիր, 11 սերիալա։ Դիտիր միայն կինոդարանով։